Հիմա ուզում եմ ամենավերջում անդրադառնալ այս քաղաքական կոնտեքստի այսպես ամբողջ համայնքին։ Այստեղ դարպես իմ անձնական կարծիքով գործանումը սկսվեց այն պահից, երբ որ մարդիկ, պաշտոնյաներ սկսեցին քննարկել, մեկը կալանք է քննարկում, մեկը, չգիտեմ, լիցենզիայի զրկում է քննարկում, այնպիսի մի մարդու ամենայն հարկանքով ու դա փաստ է, ես իմացել եմ ասա, որ այդ մարդու կատարած աշխատանքի 1%-ը չեն կատարում։ Ուղղակի, այսինքն իր տված իր օգտին եղել է այնքան, որ եթե խոսում եք այստեղ գովեստի խնդիր չկա, դուք խոսում եք այստեղ այսպես իր համար իր ունեցվածքի հետ կապված օբյեկտների մասին ժողովրդին մոլորեցնելով, որը ես կարող եմ ենթադրել դա հանցավորել համարել։ Մի մարդու, որը Հայաստանի նորագույն պատմության մեջ եղել է ամենաշատ Հայաստանում եւ գումար ներդրողը եւ բարեգործություն կատարողը։ Այստեղ լավ, ասենք շատ մեր հայրենակիցներ կարող են այդքան հեռու չմտածել։ Այդ դիտավորությունը բերել մեր ձևով 5 ամիս նստել։ Բնականաբար, այս ամբողջը բերելու է քաղաքականի, այս ամբողջը բերելու է կործանման, սա արդեն խոսքը սուղում եմ հանձնաժողովին։ Հավատացած եղեք, հույս չունենալով, որ իմ խոսքը ձեր վրա որից է կարող ազդել, որովհետև ինչպես նշել եմ անգամ միջև այս նիստը որոշումը կայացված է, չգիտեմ, բնականաբար ընդհանրապես մնում է հայտարարելը, բայց ամեն դեպքում հարգելի հայրենակիցներ, կարճ ձեզ փորձել այս երևույթները բացատրել, գոյություն ունի մի բան, որ ամբողջապես այսպես վերացվում են անկախ մարմին հասկացությունը, վերացվում է ընդհանրապես այն մեխանիզմները եւ այն գործիքակազմերը, որոնք տարիներ շարունակ ներդրվել են, որպեսզի ապահովեն ներդրումների անվտանգությունը, ապահովեն մեր քաղաքացիների այդ այսպես ասած էներգետիկ անվտանգությունը եւ այլն, եւս օրինակներ կան, բեցում լրատվամիջոցները տալիս են միլիարդների չարաշահում, ոչ մեկ տեղայք չի։ Ոչ միայն ոչ մեկ տեղայք չի, ըստ լրատվամիջոցների, քանի որ մեր դեմ էլ այդ սև արշավը կատարվում է բնականաբար լրատվամիջոցներով եւ շատ սուտ ինֆորմացիաներ են տարածում, միգուցե սուտ լինի, բայց ամենայն դեպս իշխանությունը չի ժխտել, որ բեցի միլիարդավոր Մենակ պետական բեցի, միլիարդավոր այսպես կորուստների համար կամ չարաշահումների համար, որից մեկը ներգրաված չի որպես մեղադրյալ։ Դա եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու հարգելի քաղաքացիներ, հարգելի հայրենակիցներ, ձեզ խաբել են, որ հեծը գտնվում է այնպիսի ընդհանրապես ճգնաժամային վիճակում, որ պետք է պետության կառավարումը։ Պետության կառավարումը արդեն տեսնում ենք հանձնաժողովի կողմից իր գործիքակազմը կիրառելու արդյունքում եւ տեսնելու ենք շատ ավելի արագ տեմպերով դեպի ներքև բնականաբար